Ես այո, արձանագրում եմ, որ 18-ին 19-ին ես եղել եմ ֆորպոստի վարչապետ, իսկ 20 թվականի նոյեմբերից հետո թերևս եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում։ Այս մարդը, եթե ինչ-որ մեկին հələ մեղադրանք կա, որը որ կամ պիտի ինքը հերքի կամ ասենք թե կաթողիկոսը կամ չհերքի, այս մարդը ինքը իր բերանով ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ ես գործակալ եմ եղել։ 18-ից 19, 20, 21 թվականին առավել եւս ռուսական գործակալ եմ եղել, փաստորեն Արցախի ամբողջ հանձնման ընթացքում ես ռուսական գործակալի կարգավիճակում եմ եղել։ Դա ազգային պետական դավաճանության ուղիղ խոստովանություն է։ Հիմա այս մարդը մեղադրում է կաթողիկոսին, որ հնարավոր է դու ռուսական ազդեցության գործակալ ես։ Դու գործակալ ես, դու ինչ իրավունք ունես ինչ-որ մեկին բան ասես։ Բայց դրանից ի՞նչ է փոխվում։ Դրանից այն է փոխվում, որ այս մարդիկ, եթե իրանք նպատակ ունեն ինչ-որ մի բան անգամ փոխելու, իրանց մեղադրանքը պետք է համահունչ լինի իրանց դիրքին։ Իրանց մեղադրանքը իրանց դիրքին, ոնց որ ասում է, չէ, թող ով որ մեղք չունի, թող առաջի քարը նա շպրտի, չէ։ Հիմա ինքը ինքնախոստովանված գործակալ է, ու ինքը անհանգստանում է, որ արդյոք այս ինստիտուտում կարող է այլ երկրի ազդեցության, բնականաբար հասկանում ենք, որ ինքը անկեղծ չի եւ իր մեղադրանքն էլ փուչիկ է։